Իսկ ինչու նույն հետևողականությամբ չեք զբաղվում նաև վիոլա ջրի։ Վիոլա ջրի ենթակառուցվածքները զանգեր են հնչում անգամ որակի հետ կապված եւ այլն։ Շատ լավ, եթե դուք լսեիք քիչ առաջ իմ զեկույցը, որը հարց ու պատասխանի ժամանակ հնարավորություն ունեցա անդրադառնալու ուրեմն ջրային ենթակառուցվածքներին եւ ուրբաթ օրը ամբողջությամբ այդ ենթակառուցվածքների մասով մեր պատկերացումներին, այդ թվում նաև վիոլա ջրի գործունեությանը կանդրադառնանք, որտեղ զեկույցի այն հատվածը, որ այսօր ներկայացրի, ջրային ոլորտին չէր վերաբերվում։ Մի առանցքային տարբերություն պիտի ասեմ, վիոլա ջրի ենթակառուցվածքները դրանք պետական ենթակառուցվածքներ են եւ այնտեղ վիոլա ջուրը ոչ թե սեփականատեր է, այլ հավատարմագրային կառավարում իրականացնող եւ եթե դուք ակնարկում եք պետականացնելու մասը, ես պիտի ասեմ, այո, մենք քննարկում ենք շատ նույնքան հետևողական ենք անում, մենք ջրային ոլորտի ենթակառուցվածքների եւ ջրային ոլորտին առնչված հարցերի մասով վարչապետի հանձնարարությամբ կա ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մենք նույնիսկ շաբաթը շատ հաճախ 2-3 անգամ հանդիպում ենք քննարկելու ջրային ենթակառուցվածքներին ջրային ոլորտի զարգացմանը, վիոլա ջրի գործունեությանը, ես իմ հարցը, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ես չեմ պատասխանի հարցերին, եթե դուք ընդհատեք ինձ, ես նորից եմ ասում, ինչպես պայմանավորվել ենք, եկել եմ ձեր բոլոր հարցերին պատասխանելու, վիոլա ջրի մասով այս պահին աշխատանքային process-ը շարունակում է, դրանք պետական ենթակառուցվածքներ են, եթե այլ միջամտելու կարիք լինի, վստահաբար մենք կմիջամտենք, եթե չենք միջամտում, ուրեմն կարիքը չկա։ Այսինքն այնտեղ այդքան կրիտիկական չի վիճակը, որ մի ԿՊԱ-ական պաշտոնյա գործչի էլ այնտեղ ուղարկեք, որ ամենօրյա ռեժիմով մարդիկ տեղեկանան այնտեղ ինչ խնդիրներ կան, ինչ ձեր վստահաբար դուք չեք պատկերացնում, ուրեմն կառավարման ձևը վիոլա ջրում, որովհետև նորից պիտի ասեմ, այդ ենթակառուցվածքը պետական ենթակառուցվածք է եւ այնտեղ մարդ ուղարկելու շատ լավ կառավարման process-ում մարդ ուղարկելու հարց չենք քննարկում եւ այդպիսի հարց մեր օրակարգում չկա, փորձում ենք հասկանալի դառնա ինչու է այս վիճակը, ինչու են մարդիկ բողոքում։ Այնտեղ այս վիճակը հասկանալի է դարձել եւ շարունակում է եւ վիոլա ջուրը եւ պետությունը ներդրումներ իրականացնել այդ ենթակառուցվածքի զարգացման արդիականացման ուղղությամբ։ Նշանակում է պետությունը ստացվում է դուք հիմա հետի հետ կապած պետականացման գործընթաց եք սկսում։ Ստացվում է պետությունը վատ է կառավարում, ստացվում է Դա ձեր գնահատականն է, որի հետ ես համաձայն չեմ։ Խնդիրները գնալով մեծանում են, ոչ մի կոնկրետ լուծումներ չկան, նշանակում է եթե պետական կառավարման է հանձնված, վատ է կառավարում պետությունը։ Պետական կառավարման հանձնված չի, հավատարմագրային կառավարման է հանձնված, ենթակառուցվածքն է պետական, դա ասացի այն տրամաբանության մեջ, որ այնտեղ ազգայնացնելու, պետականացնելու անհրաժեշտություն եւ խնդիր չկա, մի պարզ պատճառով, որովհետեւ այն ինչ դուք քննարկում եք պետականացնել, դա արդեն պետական է։ Նախարար կներեք 2022 թվականից ի վեր վիոլա ջուրը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ ջրային կոմիտեին չի ներկայացրել տեխնիկական աուդիտ եւ ըստ էության չի իրականացրել։ Շատ լավ սկսեցիք հարցը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, եթե չի ներկայացել, խնդրեմ հարցը ուղղեք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Ես այդպիսի ինֆորմացիա անկեղծ ասած հետաքրքրվածություն էլ չունեմ եւ ինֆորմացիային չեմ տիրապետում այդ բարձ պատճառով։ Պարոն, հեծի ուսումնասիրությունների հետ կապված հեծի թեման դուք տեղական կառույցների ինչ-որ հանրահարականներ իջացնում եք հիմա, իջեցնում եք հիմա, թե ինչպես Եթե նկատի ունեք թրիփի մասին, մենք դրանով այս պահին քննարկումներ ենք իրականացնում եւ այն պահին, երբ որ անհրաժեշտություն լինի հասնել հանրահարականներին արդեն համայնքների եւ մարզերի հետ աշխատանքի մասով կանենք, այս պահը դեռ այդ փուլում չի, Սյունիքում մենք այլ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր ենք իրականացնում, որում եւ մարզը եւ համայնքները ներգրաված են, խոսքը մասնավորապես դիմակայուն Սյունիք ծրագրի մասին է, որի շրջանակներում առաջիկայում կմեկնարկեն կրթական, այդ թվում նաև ջրային ոլորտին վերաբերող ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր, առողջապահական ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր եւ մեր խոշոր եւ հիմնական ծրագիրը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարական էսպային ամենամեծ կտորը շարունակում է իրականացվել Սյունիքի մարզում եւ ես այսօր էլ քիչ առաջ падգամավորներին եւ հանրությանը ներկայացրեցի, որ 2026 թվականին երկու խոշոր ծրագրերի մասով մեկնարկ կտրվի եւ հետեւաբար դեռևս տեսանելի ապագայում բավական երկար ժամանակ Սյունիքը լինելու է մեր հիմնական շինարարական ինչպես եք պատրաստում այդ ուղղությամբ բազմաթիվ որ ուղղությամբ
ասենք իրենք այդ ենթակառուցվածքներից օգտվելու, այնտեղ ներդրումներ անելու, մասնակցելու, այդպիսի գաղափարներ կան։ Մենք ենթակառուցվածքների կառուցման բլոկն ենք Հայաստանի Հանրապետությունում համակարգում եւ հետեւաբար ձեր նշած հատվածի մասով որպես այդպեսին անելիք էլ չունեն, կարծում եմ այլ պատասխանատու գերատեսչություններ կզբաղվեն այդ հարցով, երբ ժամանակը գա։ Վաղարշապատյան հետ կներես էլի Հեղջան, ես մի հարցնել ու անցնենք Վաղարշապատ։ Չէ, հետաքրքրում է, ինչի՞ չէ, կարևոր ընտրություններ են։ Լավ, քարոզչությունը։ Հետի հետ կապված մի բան ճշտենք, էլի պարոն Խուդատյան, պետականացման հետ կապված գործընկերուհուս հարցին ասացիք նախնական ուսումնասիրություն են կատարել եւ վերջնական ուսումնասիրություն դեռ չկա, որ հասկանանք պետականացումը օրակարգում է թե չէ։ Իսկ եկեք ճիշտն ասենք, էլի պարոն Խուդատյան, կարողա ոչ թե։ Կարողա գլխավորությամբ բավականին ուրեմն հարցեր կարգավորվել են այս պահին, բավականին խնդրահարույց հարցեր են վերհանվել, այդ խնդրահարույց հարցերի մասով մեր գործընկերները դիմել են իրավապահ մարմիններին եւ քանի որ այնտեղ process է գնում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի միջամտությունը ցանկալի չի, մեկնաբանությունը ցանկալի չի։ Իսկ եկեք ճիշտ ասենք, էլի պարոն Խուդատյան, կարողա պարզի ոչ թե տենց ուսումնասիրությանն եք սպասում, բան էլ սպասում եք Փաշինյանը ինչ կասի, դա էլ կանեք։ Ինքը ասեց կառավարությունը ես եմ, հետեւաբար սպասում եք ինքը ինչ ասի, դա էլ դուք կանեք։ Սպասում ենք ուսումնասիրության։ Պարոն Խուդատյան, իսկ պետությունը պատրաստ է օրինակ գնել հետի։ Ժամանակավոր կառավարչի մասով նաև իրենք այնտեղ այդպիսի գործառույթներ ունեն, որը հաջողությամբ իմ գնահատականն է այնպեսին, որ իրենք հաջողությամբ, շատ հաջողությամբ պարոն Պետրոսյանի գլխավորությամբ այդ խնդիրները կարողանում են լուծելով առաջ գնալ։ Պարոն Խուդատյան, իսկ եթե լիցենզիան դադարեցվի, պետությունը, կառավարությունը ունի միջոցներ հեծը գնելու։ Խնդրում եմ ինձ եթեով հարցեր մի տվեք եւ այնուամենայնիվ եթե այդպիսի բան լինի, կառավարությունը ունի եւ կարող է միջոցներ ներգրավել։